Բարև ձեզ, Արար յութուբյան ալիքի եթերում հայրենիք կիրակնորյա վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը եւ իմ զրուցակիցն է այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Պարոն Ավետիսյան, կուզեմ անդրադարձ ունենանք հայ-թուրքական հարաբերություններին առհասարակ, քանի որ մենք տեսնում ենք օրերս վարչապետը այց ունեցավ Թուրքիա։ Առհասարակ ըստ ձեզ ինչ կտային մեր հարաբերություններին եւ արդյոք սա իր մեջ առաջընթաց է պարունակում։ Գիտեք, ըստ էության հայ-թուրքական հարաբերություններ գոյություն չունեն։ Գիտեք, որ Թուրքիան մի պետություն է, որը մեր կողմից, մեր ազգի կողմից դիտարկվում է որպես ոչ բարեկամ երկիր, մեղմ ասած, եթե ավելին չասենք։ Եվ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք։ Տարբեր ժամանակներ փորձել են ինչ-որ հարաբերություններ հաստատեն, բայց դա ընդհատվել է եւ ընդհատվել է ոչ թե նրա համար, որ մենք այդպես ենք ուզել, այլ թուրքական կողմը պարզապես առաջակարգել հարցեր, որոնք հիմնականում վերաբերվում են Արցախի հարցին, Ադրբեջանի հետ հարաբերություններին եւ մեծ հնարավորություն չի եղել, որ մենք կարողանանք շարունակենք միասին ինչ-որ բան քննարկել եւ հարաբերություններ հաստատել։ Հետեւաբար բոլոր ժամանակների իշխանությունները ինչ-որ փուլում, երբ որ սկսել են աշխատել, հենց հարցը վերաբերվել է Արցախին, բնականաբար մեր իշխանությունները դադարեցրել են այդ հարաբերությունները, շփումները, այսպես ասած, եւ այս իշխանությունը կամ այս վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հատուկ ընդգծված թուրքամետ քաղաքականություն է վարում եւ ամեն գնով փորձում է այդ խաղաղության եւ հաշտության պայմանագրերը ձեռք բերի, ինչի համար է դա շատ կարեւոր իրancs համար, իրancs տեսակետից, որովհետեւ տեսեք, ակնհայտ երևում է ոնց է հեղինակությունը զրոյանում այսօրվա իշխանության եւ իրանց ընտրություններին ընդառաջ, գիտեք, շատ կարճ ժամանակ է մնացել ընտրություններին ընդառաջ իրանց ինչ-որ փաստաթղթեր են պետք, որով պետքա թափահարեն եւ ցույց տան, որ իրենք կարողացել են ինչ-որ անվտանգային խնդիրներ լուծել եւ դա ոչ միայն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն է, այլ նաեւ Թուրքիայի հետ հաշտության պայմանագիրն է։ Եվ փորձում են Թուրքիայի միջոցով իրենց պատկերացմամբ իբր թե Թուրքիան որպես միջնորդ կարողանա Ադրբեջանի հետ այդ հարաբերությունները կարգավորի, որը ակնհայտ սխալ է եւ դա հնարավոր չի, եւ նրանք դա չեն էլ թաքցում, անդադ դրա մասին խոսում են։ Տեսեք, օրինակ, այս այցի հետ կապված ինչ են ասում, չէ՞, ասում են մենք ինչպես սիրտը եւ հոգին չենք կարող առանց իրար, հիմա մնում է, որ հասկանանք որն է սիրտը, որն է հոգին, բայց իրանք դրա մասին են խոսում, այսինքն Ադրբեջանը եւ Թուրքիան այդպիսի համեմատություններ են մշտապես անում եւ միազգ երկու պետություն, բան, այս կարգի բաներ։ Սա նշանակում է, որ այն ինչ որ Ադրբեջանը պահանջում է, դուք պետք է կատարեք, որպեսզի մեր հետ հարաբերությունները նորմալանան։ Իսկ ինչ է Ադրբեջանը պահանջում։ Ադրբեջանը պահանջում է այն կետերը, որ ներկայացված է, բացի դրանից դրան ավելացրել են եւս մի քանի կետեր, որը ցեղասպանության փաստի ուրացումն է, մեր զինանշանի վրայից Արարատի հանելն է, սահմանադրությունը փոխելն է, ընդհանրապես մոռանալ Արցախի մասին, դրա նաև 300,000-ից ավել ադրբեջանցիներ ուղղակի Հայաստանում տեղավորել։ Եվ էլի մի շարք բաներ, այսինքն զենք, զինամթերք չգնել, բանակը չհզորացնել, եղած գնաց բաներն էլ ինչ որ ունենք, այդ պետքա հետ վերադարձնենք, այսինքն абսուրդ բաներ։ Ըստ էության դա նշանակում է, որ ստորագրել մի փաստաթուղթ, որով Հայաստանը ուղղակի լուծարվում է, չկա այդպես պետություն։
Սա է խնդիրը եւ Այստեղ Հայաստանի շահը ո՞րն է։ Պարզապես երբ մենք հարաբերություններ ենք փորձում դիտարկել պետությունների միջև, յուրաքանչյուրն իր շահն է այսպես ներկայացնում։ Այստեղ Հայաստանի շահը ո՞րն է, ուզում եմ հասկանալ, որովհետև ինչպես դուք նշեցիք, մեկ ազգ երկու պետություն այդ գաղափարը կրող մարդիկ ինչպես կարող են իրենց շահը մի կողմ դնել ի վերջո, իսկ մենք տեսնում ենք, որ իրենց ախորժակը բավականին մեծ է։ Այո, շատ կարևոր հարցադրում եք անում, իսկապես Հայաստանը որևէ շահ չունի։ Բոլոր այն գործողությունները, ինչ որ հիմա արվում է ընդդեմ Հայաստանի եւ ընդդեմ հայ ժողովրդի։ Բայց շահ ունի այսօրվա քաղաքական իշխանությունը, այս ԿՊ կոչվածը, իրանք շահ ունեն։ Իրանք շահը հետեւյալն է, որ փոկել մի փաստաթուղթ, մի թղթի կտոր, որը թուրքերի համար ոչ մի բան է, բայց այդ նույնիսկ այդ ոչ մի բանը շատ մեծ գնով ծախում են այս իշխանության վրա։ Որպեսզի ընտրություններին, այսինքն իրենց աթոռի հարցն են լուծում, շատ պարզ է, շատ ակնհայտ է, իրանք աթոռի հարց են լուծում եւ ասում են ամեն ինչի պատրաստ ենք, մենակ թողեք այդ աթոռը մեր տակ մնա։ Բայց դա չի ստացվելու, գիտեք ինչի։ Գիտեք ինչի չի ստացվելու, որովհետեւ թուրքերը շատ ավելի հեռու գնացող նպատակներ ունեն։ Իսկ այդ հեռու գնացող նպատակները հետեւյալն է։ Նայեք, ադրբեջանցիք դրա մասին չեն խոսում, բայց թուրքերը իրենց այդ խորքային մտածելակերպով, խորքային պետություն կոչվածով ունեն հետեւյալ ծրագիրը։ Իրանք նպատակ ունեն ձևավորել իսլամական միություն, որը շատ կարևոր բան է, մենք դրա մասին խոսում ենք, ցավոք սրտի հայ քաղաքական միտքը հեռու է այս տեսակ բաներից, շատ պրիմիտիվ բաներով են զբաղված քաղաքական կուսակցությունները, բայց մենք դրա մասին պիտի բարձրաձայնենք, որ մեր հասարակությունը տեղյակ լինի։ Ըստ էության հիմա այս տարածաշրջանում ձևավորվում են միություններ։ Թուրքերը ձևավորում են իսլամական միություն, որի մեջ ներառվելու են բոլոր թուրքալեզու երկրները, իսլամական երկրները եւ այլ, որոնք գնալու են մինչեւ Չինաստան։ Գիտեք, Չինաստանի հյուսիս արևմտյան մասում ույգուրներ են ապրում, որոնք ըստ էության ազգությամբ թուրքեր են, դեռ մոտ 17 միլիոնից ավել են իրանք, եւ այսպես պետք է գնան միանան այնտեղ։ Այսինքն իրանց այդ գլոբալ քաղաքականության մեջ դրան իհարկե նաեւ օգնում են որոշ արևմտյան երկրներ, որոնք նպատակ ունեն ուղղակի Ռուսաստանին այս տարածաշրջանից հանելու եւ այսպես ասած Ռուսաստանի ներքևի մասում ձևավորել մի հսկայական միություն, որը պայքարելու է հետագայում Ռուսաստանի դեմ։ Իրանք նույնիսկ ձևավորում են մոտ 200 միլիոնանոց իսլամական բանակ, որի հիմքերը դրված է, այդ իսլամական պետություն կոչված է, հենց այդ իսլամական բանակի ապագա զորքերն են, որոնք պետքա բնականաբար պայքարեն, դե Հայաստանի մասին չի խոսքը, 200 միլիոնը նրա մասին է, որ պետքա պայքարեն եւ Չինաստանի դեմ եւ Ռուսաստանի դեմ, բնական ռեսուրսներ, բան եւ այլն։ Սրան հակակշիռ գուցե ես առաջի անգամ ասեմ, բայց պետք է այդ մասին խոսել, ռուսները ձևավորում են կամ փորձում են ձևավորել սլավոնական միություն, որը էլի միութենական մի կարգավիճակ է ստանալու, այսինքն այս տարածաշրջանում ձևավորվելու են միություններ։ Իսլամական միություն, սլավոնական միություն, բնականաբար Եվրոմիությունը կա։ Հիմա Հայաստանը այս ամեն ինչի արանքում է մնացել։ Ստեղ պետք է հասկանան Հայաստանը որտեղ պետք է լինի։ Շատ դժվար իրավիճակում Հայաստանը գտնվում, բայց պետք է հայ ժողովուրդը ինքը որոշի։ Հայ ժողովուրդը, որպեսզի ինքը որոշի, բնականաբար ստեղ գտնվող 3 միլիոնը չպետք է որոշի միայն, այլ նաև այն 15 միլիոնը, որը աշխարհում եկա, նաև իրանց կարծիքն է շատ կարևոր, որովհետև մեր ազգի մեծ մասը դրսում է։ Ցավոք սրտի այնպես է ստացվել, որ դրսում է, եւ մենք այս հարցում պետք է անպայման մեր հայրենակիցների կարծիքը նաև հաշվի առնենք եւ ճիշտ որոշում ընդունենք։ Հիմա խնդիրը դրած է, կամ մենք կգտնվենք սլավոնական միության մեջ, կամ մենք կգտնվենք եվրոպական միության մեջ,
կամ մենք կգտնվենք իսլամական միության մեջ։ Հա, բայց ներկայիս իշխանությունը ասում է մենք ոչ մի միությունների մեջ չենք ուզում գտնվել, եւ այս պարագայում ասում եմ մենք օրինակ իր ժողովներից մեկի ժամանակ ասում է Արցախը կորցրեցին, գտանք իրական Հայաստան ունենք, ես չեմ հասկանում այս մտադրություններով նա ուր է տանում իր քաղաքականությունը առհասարակ։ Դե գիտեք, իշխանությունների այս վարկածները վերլուծելը կարծում եմ անշնորհակալ գործ է, իրանք ինչ-որ անհեթեթություններ են ասում, տարբեր տեսակի, եւ այդ անհեթեթությունները չարժի որ քննարկել ու վերլուծել, հնարավոր չի այս քանակությամբ երկրում եւ ընդհանրապես մեծ հաշվով այսպեսին ասեմ պատկերը ոնց է աշխարհի շատ հայտնի տնտեսագետներ, քաղաքագետներ, շատ փորձագիտական շրջանակներ եկել են եզրակացության, որ 100 միլիոնից պակաս երկրները ուղղակի չեն կարող գոյատևեն։ Նույնիսկ 80-90 միլիոնանոց 100 միլիոն, մինիմում 100 միլիոն պետք է լինել, որպեսզի որպես պետություն կարողանաս գոյատևես։ Տեսեք, երբ դուք վերլուծություն եք անում, խոսում եք, շատ դեպքերում ձեզ ռուսամետ լինելու մեջ են նաև մեղադրանքներ հնչեցնում առանց վերլուծելու։ Ես ուզում եմ մեր հետևորդներին ասել, որ սա ուղղակի վերլուծություն է եւ օբյեկտիվ վերլուծություն է ամեն դեպքում։ Դե հիմա մարդիկ ամեն մեկը մտածում է իր մտավոր հնարավորությունների սահմանում, եթե ինչ-որ մի կարծիք ես արտահայտում, որը համընկնում է ռուսական թևի հետ, ասում են ռուսամետ ես, որոշ դեպքերում ասում են որոշ արևմտամետ ես, یا ամերիկամետ ես եւ այլն տարբեր բաներ են ասում, բայց դա գիտեք կարևորը նա է, որ մենք ճիշտ հասկանանք մենք որտեղ ենք գտնվում ու 3 միլիոն բնակչությունով մենք չենք կարող որպես անկախ պետություն այս տարածաշրջանում գոյատևել, որտեղ ձևավորվում են միություններ։ Մեր սահմանակից երկրներ են ձևավորում են միություններ։ Հիմա ամենահասարակ հարցն եմ տալիս այն մարդկանց, ովքեր կարծում են, որ դա այդպես չի։ Եթե ձևավորվում են այդ միությունները, իսկ դրա բոլոր նախադրյալները կամ բոլոր դրանք ձևավորվում են շատ արագ ձևավորվելու են, մինչև 27 թվականը դա պետք է ավարտվի։ Հիմա Հայաստանը իր 3 միլիոնանոց բնակչությունով ո՞նց է տեղավորվելու որպես անկախ պետություն։ Դուք ո՞նց եք պատկերացնում։ Ասենք այդ հարյուրավոր միլիոններով պետությունները 100 միլիոնանոց պետությունները 100-ից ավել իրանք ձևավորում են իրանք մեծ միությունները, որպեսզի գոյատևեն, Հայաստանը իր 3 միլիոնով պետք է կարողանա այդտեղ անկախ մնա։ Հասկանում եք, որ անկախ չեն կարողանում մնալ նույնիսկ եվրոպական երկրները դրա համար ձևավորեցին Եվրոմիությունը։ Այնպես չի, որ շատ էին ուզում իրար հետ միավորեին, բայց միավորվեցին։ Հիմա ռուսները իրենք շատ լավ հասկանում են, որ Ռուսաստանը այս բնակչությունով 145 թե 6 միլիոնանոց բնակչությունով չի կարող այս ահռելի տարածքում որպես պետություն մնա։ Իրան անպայման պետք են միութենական ինչ-որ միություններ են պետք։ Միությունները ուժ են, միասնությունը ուժ է։ Հիմա իրանք ուզում են դա ձևավորեն։ Այդ ձևի մտահղացումներ կան նաև արաբական աշխարհում։ Արաբներն են ուզում արաբական միություններ ստեղծեն։ Այսինքն ապագան միությունների մեջ է։ Լավ, միջև մեր, բայց նայեք, մեր առաջի քայլը ինչ պետք է անել։ Մեր միությունը մեր սփյուռքն է։ Անպայման սփյուռքին պետք է մասնակից դարձնել մեր երկրի գործերին։ Այս իշխանությունը, որ ասում է մենք գործ ունենք սփյուռքի հետ, իրական Հայաստանը սա է, այդ նշանակում է ուղիղ կործանում տանել երկիրը։ Սփյուռքը մեր հարստությունն է։ Սփյուռքը մեր առաջի բնական միասնության տեղն է։ Հայաստանը սփյուռքով ուրիշ քաղաքական կշիռ ունի։ Հայաստանը մենակ ոչ մի բան է այս տարածաշրջանում։ Սփյուռքի հետ մեծ կշիռ ունեցող երկիր է Հայաստանը։ Հետևաբար առաջի քայլը պետք է լինի միասնությունը սփյուռքի հետ եւ սփյուռքի ներուժը մտցնել մեր գործերի մեջ, միասնական ուժ ցուցադրել։ Երկրորդը պետք է որոշել, ազգը պետք է որոշի, ինքը մտնում է մահմեդական, մուսուլմանական միության մեջ, թե ինքը մտնում է քրիստոնեական միության մեջ։ Ինքը պետք է որոշի։ Այս մարդը հիմա սկսել է ուղղությունը թեքել դեպի մուսուլմանական միություն։ Եթե հայ առաքելական եկեղեցին ինքը սկսել է ոչնչացնել, փորձում է, այսպես ասենք, ոչնչացնել, որը չի ստացվի, ինչ է դրա ասածը։ Ուզում ասի, որ
ժողովուրդ, դուք քրիստոնյա չեք, ի՞նչ քրիստոնյա։ Վաղն էլ կարա ասի ինքը նույն բաները ասի, դուք ի՞նչ քրիստոնյա։ Այդ հեքիաթները, այդպես բան չկա։ Դե մենք տեսնում ենք իր Facebook-յան ստատուսները, որ Այո, այդ ամեն ինչը ուղղված է, այդ ոչ սպասավորներին։ Նայեք, շատերը ասում են, որ բանը խելքը գցել է, բան տեն։ Այդպես բան չկա, ինքը շատ խելացի, ծրագրված, ուղղությունը տանում է։ Բայց այս դեպքում էլ տեսնում ենք, ով սատարում է եկեղեցու կողքին է կանգնում, նրան էլ են թիրախ դարձնում։ Դե բնական է։ Այս կալանավորումը տեսանք մենք։ Բնական է, այդ խումբը ամեն ինչ անելու է, որ բոլոր նրանք, ովքեր քրիստոնեական արժեքների կողմնակից են, փորձում են այդ խմբին չեզոքացնել։ Այդ քաղաքական խմբին չեզոքացնել, բայց ազգը ցույց տվեց, որ ազգը քրիստոնյա է։ Անկախ նրանից ինչ կապ ունի այդտեղ վեհապարը։ Վեհապարի անձը ինչ կապ ունի։ Դուք տեսեք, այդ իրանց այդ Փաշեզադե կոչվածը նա ինչ է ասում։ Նա ասում է, որ հայ առաքելական եկեղեցին սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը։ Առաքելական եկեղեցին ինքը չի ասում վեհապարը, ինքը ասում է առաքելական եկեղեցին, այսինքն խնդիրը դրված է առաքելական եկեղեցուն փնովել, խայտարակել, վարկաբեկել, այդ է խնդիրը դրած։ Հիմա այս մարդիկ էլ ակտիվ ծառայում են այդ գործին եւ փորձում են արժեքներից կտրեն հայերին, հայ ժողովրդին, հայերն էլ ուղիղ հակառակը պետք է անեն, միավորվեն եւ քրիստոնեական աշխարհի հետ միասնական լինենք։ Մեր համար ես կարծում եմ իրական հայերի համար բացառվում է այս իսլամական միության մեջ լինելը, որովհետեւ դա նշանակում է անհեթեթ մի բան։ Իսլամական միության մեջ քրիստոնյա երկիր չի կարա լինի տրամաբանության մեջ էլի։ Հետևաբար կամ դու պետք է իսլամ ընդունես մտնես, կամ պետք է որպես ազգ, որպես պետականություն ոչնչանաս, լուծարվես այս տարածաշրջանը ուղղակի ինչ որ մի հատ հայերի անունով մի բան կկոչեն, կանցնի կգնա։ Այսինքն որպես պետականություն դու չի ասեմ ամենաուղիղ ճանապարհը պետականության ոչնչացումը սա է լինելու։ Քրիստոնեական արժեքները, արժեհամակարգը լրիվ այլ է մեր համար, որովհետեւ մենք առաջի քրիստոնյա պետությունն ենք, որ պետականորեն ընդունել ենք կրոնը, մենք քրիստոնեական արժեքները բարձր պահող ենք, հայ առաքելական եկեղեցին շատ մեծ դիրք ունի քրիստոնեական աշխարհում, շատ հարգված են քրիստոնեական աշխարհում, շատ տրամաբանական է, չէ՞ որ մենք պետք է քրիստոնեական աշխարհի հետ լինենք։ Հետևաբար այստեղից պետք է արդեն հետևությունները անի յուրաքանչյուր խելամիտ հայ քաղաքացին։ Եվ չեմ խոսում են անգրագետ ախմախների մասին, որ ոչ բան չեն հասկանում։ Շաբաթվա իրադարձություններ վերլուծելիս տեսնում ենք ազգային ժողովում հերթական անգամ քննարկումներ, իրար մեղադրանքներ եւ այդ մեղադրանքների ֆոնին փոխանակ բյուջեն քննարկեն, մենք տեսնում ենք բյուջեի քննարկման փոխարեն տեղի է ունենում վերջին իրադարձությունների քննարկումը, խոսքս ձերբակալության մասին է գործարարի եւ առհասարակ սա ինչ քննարկումներ է տեղի ունենում, երբ որ մենք ունենք բյուջեի լուրջ քննարկում ու արտաքին պարտքի ավելացում։ Շատ པարզ է քննարկումները, այս քննարկումները ուղղված է իմ ասած կարևոր երկու բանին։ Նախ հարվածել եկեղեցուն, հետո եկեղեցուն սատարողներին, հետո Սփյուռքին։ Այդ Սամվել Կարապետյանի պատկերը, այսինքն շատ լավ ցույց է տալիս, որ ինչա կատարվում։ Այսինքն մարդը, որը եկեղեցու կողքն է, ազգի կողքն է, օգտակար է, Սփյուռքից է, օգնում է տարբեր հարցերով, ֆինանսավորում է եւ այլն։ Այսինքն իմ ասած խնդիրները այս իշխանությունը չեզոքացնում է։ Եկեղեցին, Սփյուռքը, ներուժը հայկական, ոչնչացնում, որ տակը բան չմնա։ Պարզ է, չէ՞ որ հոգեբան չի հայ ժողովուրդը։ Այդ իրանց այս մանկապարտեզը ոչ մի կապ չունի հայ ժողովրդի հետ։ Թուրքերը լավ հասկանում են ու շատ ուշադիր են այս հարցում։ Դրա համար իրանք բռնապետ Ալիևին են գցե խաղի մեջ, որպեսզի նա խոսա, տեսեք Էրդողանը չի խոսում, լուռ է։ Սենց խորը այն ոնց որ պապին թորին գնայի, այդ հայացքով սենց նայում է, տեսնի լավ ես կատարում, լավ չես կատարում, մի հատ գլուխը շարժում է կամ ինչ որ մի բան ասում։ Այսա վերաբերմունք է։ Հիմա տեսեք, Իրան այրոպորտում դիմավորումը արտգործնախարարի տեղակալը, Ալիևին դիմավորումը անձամբ Էրդողանը։ Սա վերաբերմունք է։ Հիմա դու ուր ես գնում այն տարածաշրջան կամ այն միություն, որտեղ քեզ արտգործնախարարի տեղակալի մակարդակով են ընդունում։ Դուք պատկերացնում եք ինչ է նշանակում սա։
Հիմա ժողովուրդը պետք է ինքը իր գնահատականը տա, իր վերաբերմունքը ցույց տա։ Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը խելացի ժողովուրդ է եւ հիմնական մասով խելացի ժողովուրդ է եւ իր քրիստոնեական արժեքները կպահի եւ ինքը կգտնի այն միությունը, որին ինքը արժանի է, որտեղ իրան կհարգեն առավելագույնը։ Հիմա երկու այդպիսի միություն կա։ Մեկը կա որպես Եվրամիություն, մյուսը ձևավորվում է որպես միություն։ Հիմա պետք է նայել, որից ավելի շատ շահ ունի Հայաստանը, որտեղ են ավելի շատ Հայաստանի շահերը, որտեղ շահեկան կլինի Հայաստանի համար, գնալ այդտեղ կամ այս երկուսի մեջ կարող ես ինչ որ չափով պահել քո անկախությունը։ Իսլամական միության մեջ չես կարող պահել։ Պարոն Այդիսյան, հետաքրքրականը նա էր, որ այսօրվա մեր վերլուծության սկզբից մինչև վերջ կարծես թե միասնության մասին ենք խոսում։ Մենք նաև ռեպորտաժ ունենք մեր քաղաքացիները առհասարակ միասնություն ասելով ինչ են հասկանում եւ արդյոք կստացվի մեր ազգի մոտ միասնական լինել։ Դիտենք ու վերադառնանք։ Ինչ է կարծում, ինչ է միասնությունը եւ մենք հայ ժողովուրդը կարող է միասնական լինել։ Կարծում եմ կարող է միասնությունը տենց չեմ կարա հիմա ձևակերպում տալ ինչ է միասնությունը, բայց կարծում եմ կարանք, ինչի չենք կարա։ Եթե ուրիշների մոտ ստացվում է, մեր մոտ էլ է ստացվելու այդ անպայման միասին լինելը միասնական, կարելի ասել, եթե ինչ-որ մի հատ գաղափար լինի ընդհանուր ու բոլորս համախմբվենք այդ գաղափարի շուրջ, դա կարա լինի միասնական։ Իհարկե կարող է։ Մեզանից է կախված միասնականությունը։ Հիմա ես չեմ կարող ճիշտ պատասխան տալ, որովհետև առաջ կարող էի, հիմա ոչ։ Պետք է ուժ լինի ու բոլորը միասին հավաքվեն, որ մի բռունց դառնանք, որ ամեն ինչին հաղթահարենք այսօր։ Իսկ ինչ է կարծում, հայ ժողովուրդը կարող է միասնական լինել։ Եթե խելացի ձևով վարվի, իհարկե, միշտ միասնական եք եղել, այս վերջի մի քանի տարին է, որ խառնա ամեն ինչը։ Ինչն է պակասում, որ հիմա միասնությունը չկա ձեզ։ Չարությունը։ Մարդկանց մեջ չարությունը, ագահությունը, բոլորը վազում են գումարին։ Միասնությունը նայա, որ բոլորը մտածեն մեր հանրապետության մասին, որ անկախ լինենք, սուվերեն լինենք։ Դա է միասնությունը, ազգի նպատակների շուրջ։ Բոլորը, ոչ թե ամեն մեկը մտածի իր շահերի, իր կուսակցության շահերի, չգիտես ինչերի շահերին, դա է միասնությունը։ Մենք մեր ազգի նպատակների շուրջ միանանք։ Ամեն մեկ ուզում է իր շահը լինի։ Ընդհանուր շահի մասին չի մտածում, ազգային շահ լինի, մենք ամուր լինենք, սխալ եմ ասում, ամեն հարցում։ Իսկ ինչ է կատարում, մեզ 30 տարի փչացրեցին, սովետները հերիք չի փչացել, չնայած սովետների ժամանակ որոշ շապոտ զարգացում գնար Հայաստանում, ճիշտ է գնաց, բայց շատ հարցերում ազգային մեզ փչացրեցին։ Իսկ ես 30 տարում ինչ սովորացրի մեզ, որ ամեն ինչը կարակ փողով գնեք, ոչ մի սրբություն չկա, թեկուզ բոլոր տեղերը սրբություն չկա, ինչ կարաս մուծում ես բանը գնում ես, ճիշտ է, շատ սխալ է, ես օրինակ հույսով եմ մեր երկիրը կլի անկախ, սուվերեն, ուժեղ, մենք հպարտությամբ կասենք, մենք ես հնավուն երկրից ենք։ Ազգը կարող է միասնական լինել միանշանակ, միասնությունը դա երբ անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ թե ում են ցանկանում ընտրել, ում չեն ցանկանում ընտրել, որոշակի հարցերի շուրջ միասնական դիրքորոշում է կազմում։ Միասնությունը նպատակի, արժեքների, որակների այդ ընդհանրության մեջ մեկ լինելն է իմ կարծիքով։ Կարող ենք, եթե ուզենք։ Իհարկե կարող ենք, եթե ցանկանանք։ Մեր միասնությունը մենք արդեն ցույց ենք տվել 88 թվին, ցավոք սրտի, ինչպես միշտ։ Ոսկ ինչպես կբնորոշեք, ինչ է միասնությունը։ Միասնությունը այն է, որ բռունցք ենք դառնում, միահամուռ կանգնում ենք։ Իսկ եթե համաձայն չենք, ինչ-որ գաղափարի շուրջ հավաքվում ենք։ Պարոն Այդիսյան, մեր քաղաքացիները եւս քաջ գիտակցում են, որ միասնությունը շատ անհրաժեշտ է մեր երկրին եւ պետք է կանգնել կողք կողքի։ Ըստ ձեզ, ինչպես գալ այդ միասնության մեկ միանալու հարթակին, որովհետեւ շատ են քաղաքացիների խոսքերը եւ պետք է մեկ գաղափարի շուրջ հավաքվել։ Տեսեք, շատ հետաքրքիր հարցադրում էր եւ քաղաքացիները շատ հետաքրքիր պատասխաններ էին տալիս։
հիմնականում բոլորը ասում են, այո, պետք է միասնությունը եւ հնարավոր է միասնությունը։ Այդ շատ կարեւոր ցուցիչ է։ Այսինքն դա հասարակական պահանջ է։ Իշխանությունները անում են ուղիղ հակառակը, պառակտում են ազգին։ Մենք այդ թողնենք, բայց միասնության մասով ինչ կարելի անել, ինչ պետք է անեն քաղաքական ուժերը։ Ի վերջո մենք պետք է բացատրենք ժողովրդին, ինչ է նշանակում միասնություն։ Ինչի շուրջ պետք է միավորվենք։ Ինչ գաղափարի շուրջ, այնտեղ քաղաքացիներից մեկը ասեց, չէ՞, ոնց որ գաղափարի շուրջ պետք է միավորվել, բան եւ այլն։ Շատ ճիշտ է ասում։ Ինչ որ մի գաղափար դինի, որի շուրջ պետք է միավորվել։ Երկար ժամանակ ամբողջ մեր պատմության ընթացքում այս խնդիրը եղել է։ Բայց միշտ ժամանակ չի եղել այդ խնդիրը լուծել, որովհետեւ անընդհատ մենք գոյատևելու հարց ենք լուծել։ Անընդհատ մեր վրա հարձակվել են, անընդհատ պատերազմների մեջ ենք եղել։ Օրհասական է, չէ՞ այս։ Այո, իհարկե։ Հիմա տեսեք, եկել է մի պահ, երբ որ ստեղծվել է մի գաղափար, խոսքը Լարմասի մասին է, որի հիմնադիրները Մոսկվայում ապրող մեր հայրենակիցներն են եւ գլխավոր հեղինակը Գերման Լալայանն է, ակտիվ շատ գեղեցիկ ձևով ձևակերպումը տվել է մի գաղափար, որի շուրջ իրապես կարելի է միանալ։ Նայեք, մի բանա որ քաղաքացիները դժվարությամբ են հասկանում, որովհետև շատ մանրամասը չգիտեն։ Մի այլ բան է, երբ որ քաղաքական ուժերի հետ խոսում ես, բացատրում ես իրենց, ու իրանք ինչ-որ sense դեմք են ընդունում, sense նստում են, ասում են օրինակ, ինչին եք դեմ, ասում են ոչ մի բանի։ Ասում եմ լավ գաղափար, ասում եմ հա, ասում են կստացվի, ասում եմ այո։ Ձեզ որևէ ձեր շահին մի այսքան, ասենք ձեր շահերին դեմ բան կա, ասում եմ ոչ։ Ասում եմ համազգային է, ասում եմ այո։ Բախի չեք միանում։ Ասում պատասխան չունեն։ Ես հիմա այս պահը չեմ կարողանում հասկանալ, որ մարդիկ երբ որ գալիս են լիարժեք համաձայնությունը հայտնում են, բայց ինչ որ չեն միանում, ինչ որ սպասում են, չգիտես ում հետ պետք է քննարկեք ժողովուրդ ջան, մենք անկախ պետություն ենք, չկա մի հատ կենտրոն, որ մեզ ասի միացեք սրան, դուք էլ միանաք դրան։ Հիմա դուք որոշեք, եթե այս գաղափարը մտածում եք, որ սա այո, իհարկե, սրա շուրջ հնարավոր է միավորվել եւ միասնական ուժ սարքել, եկեք միանանք սրան։ Այս միասնությունը ուժը, ցանկացած միասնություն ուժը, նույնիսկ երկու մարդ որ միանում են իրար, միություն են կազմում, նոր միտք առաջանում, նոր մարդիկ են ծնվում, նոր գաղափարներ են առաջ գալիս։ Հետևաբար միությունը ուժ է։ Այն ովքեր որ խոսում են առանց հասկանալու, որ Հայաստանը պետք է սրա հետ չլինի, նրա հետ չլինի, բա ում հետ լինի Հայաստանը։ Հայաստանը տիեզերական բան չի, որ տիեզերքի հետ լինի։ Շրջապատում ապրում են մարդիկ, պետություններ, շահեր, հարաբերում ենք եւ այլն։ Հազար ու մի հարցեր կան։ Հիմա ի՞նչն է խանգարում մեր այդ հարաբերությունները, ի շահ մեր պետության օգտագործենք։ Չկա աշխարհում մի պետություն, որ չփորձի ինչ որ մեկի հետ ընկերություն անի, այդ ընկերությունը հետո վերածվում է միության, ավելի ընդհանրական մի բանի, որովհետեւ լավ հասկանում են, որ փոքր հնարավորություններով հնարավոր չի ստարա հիմա այս ժամանակահատվածում ապրել։ Առավել եւս մենք 3 միլիոնանոց բնակչություն ունեցող երկիր ենք։ Բայց մեր ներքաղաքական իրավիճակն էլ այսօր թելադրում միասնական լինել ամեն դեպքում։ Իհարկե դա հասարակական պահանջ է, եւ եթե իշխանությունները այս հասարակության կարծիքը չեն արտահայտում, այդ իշխանությունները պետք է հեռանան։ Բայց ժողովուրդը պետք է տեսնի ուր է այդ միասնական ուժը, որտեղ է այդ միասնական ուժը, օդի մեջ միասնականություն պետք է, չէ՞։ Հիմա կա գաղափարը, նրան միացել են բազմաթիվ կուսակցություններ եւ հասարակական կազմակերպություններ, որոնք հասարակական կարծիքն են արտահայտում հայ ժողովրդի։ Հիմա հավաքվել են ու ովքեր որ հավաքվել են, իրենց ամբիցիաները դրել են մի կողմ, ազգային շահը դրել են ավելի վեր եւ այդ մարմինը վերկուսակցական է, ոչ մի կապ չունի կուսակցությունների բանի հետ, ինքը համազգային է։ Նպատակը մեկ միասնական հարթակով հանդես գալու։ Նպատակը նա է, որպեսզի մենք մեր ներուժը կարողանանք հավաքել, մենք հասկանում ենք, չէ՞, որ եթե դա քաղաքական եղավ, քաղաքական կուսակցությունները իրար հետ ունեն տարաձայնություն, բնական տարաձայնություններ։ Հետևաբար պետք է ստեղծել մի մարմին, որը վեր է այդ ներկուսակցական, միջկուսակցական հարաբերություններից, որտեղ կարող են բոլորը տեղավորվել։ Դա ստեղծվել է հիմա։ Լարմասը հենց դա է։ Հիմա դրա տակ
քաղաքական կուսակցություններին հրավիրում ենք, խնդրում ենք, ասում ենք եկեք, բայց ինչ որ հələ ամբիցիաներ լավ չեն հասկանում։ Որոշները լավ չեն հասկանում, որոշները սարսափելի ամբիցիաներ ունեն, բայց իրանք իրականում 1%-անոց են, չնայած նրա, որ երկար ժամանակ քաղաքական դաշտում են։ Իրենք չեն հասկանում, որ 1%-ով հնարավոր չի միասնություն ապահովել, բայց երբ որ բոլորս միասին լինենք, հնարավոր է դա ապահովել։ Դա շանս է, որ այս վիճակից դուրս գանք։ Եվ եկեղեցին, եւ քաղաքական ուժերը, երբ որ կլինեն մի գաղափարի տակ, կաշխատեն մի գաղափարի շուրջ, շատ մեծ հնարավորություն կա այս ամեն ինչը հաղթահարել։ Եվ իշխանությունը կտեսնի, որ իրանք մնացել են միայնակ, հետեւաբար իրանք չեն արտահայտում ժողովրդի իրական կարծիքը, միտքը, եւ գուցե իրանք էլ որոշում կայացնեն, բայց խնդիրը նրանում է, որ պետքա ձևավորվի այդ մարմինը։ Այս իշխանությունների գործունեությունը հիմնականում սահմանադրությունից դուրս է։ Այստեղ մի մարդ որոշում է կայացնում եւ կապ չունի դա սահմանադրությանը հակասում է, չի հակասում, սկսում են այդ գործողությունները անել։ Եվ մի մարդը կարայև սխալվի, չէ՞, մեղմ ասած։ Հետևաբար այդ հակասահմանադրական գործողությունները պետք է ուղղել։ Իսկ ո՞նց ուղղի ժողովուրդը, ինչ պետք է անի ժողովուրդը։ Սրանք ուժային կառույցները հավաքել են իրենց ձեռքը եւ այդ ուժային կառույցներին հիմա օգտագործում են հակասահմանադրական գործողությունների մեջ։ Օրինակ հիմա բազմաթիվ քաղաքական գործիչների, հասարակական գործիչների, ովքեր եկեղեցուն աջակցում են, ձերբակալում են, տանում են ոստիկանություն, ճնշումներ են գործադրում, ուրիշ գործիք չկա, իրանց մոտ մնացել է միայն այս ոստիկանական կամ մյուս ուժերը։ Պատահական էր, որ ԱԱԾ-ի ղեկավարը հրաժարական տվեց, որտեղ հասկացա, որ սա շատ լուրջ վտանգավոր բան է կատարվում եւ այս առումով պետք է հասկանալ, որ պետք է սահմանադրական կարգը վերականգնվի Հայաստանում։ Եվ միասնությամբ պետք է վերականգնենք։ Իհարկե միասնությամբ, ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը խելացի ժողովուրդ է, ճիշտ է, միշտ մինչև դանակը ոսկորին է հասնում, նոր մեր ազգը բան ալնում, շարժվում է, այսպես ասած, բայց հիմա այս անգամ մի քիչ շուտ պետք է դա անել եւ ակնհայտ է, չէ, բոլորին հասկանալի է, որ մեր թշնամական երկրները, մեր թշնամիները մեզ ստիպում են, որ մենք գնանք ինքնա ոչնչացման։ Մեր բնական բնազդը նաև պիտի աշխատի, որ մենք ոչ թե ինքնա ոչնչանանք, այլ բնազդի համապատասխան հավաքվենք իրար շուրջ, միասնությամբ այս հարցը լուծենք։ Բարի պարոն Ավետիսյան, իսկ դուք հարգելի հետևորդներ, հետևեք մեզ, գրեք ձեր մեկնաբանությունները, եղեք միասնական, Աստված ձեզ պահապան։